Քոչարյանը կարծում է, որ Ռուսաստանի հաճախ ոչ բարեկամական քաղաքականությունը մեր հանդեպ բացառապես արդյունք է Փաշինյանի միայն ու միայն Փաշինյանի քաղաքականության։ Ռուսաստանն այդ պարագայում պետք է մտածի։ Այս Հայաստանը ոնց որ ուրիշ տեղ գնում, մեր գործընկերը չի, մենք փորձենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ավելի խորացնենք, որ այս տարածաշրջանում մեր ներկայությունը չկորցնենք։ Այս շատ բնական, այսպես ասենք, ազգային իրենց պետական շահերից բխող քայլեր են անում, մեզ դուր չի գալիս։ Իհարկե, Փաշինյանը իր արարքներով շատ է խզել եւ փչացրել հարաբերություններ տարբեր ղեկավարների հետ։ Ես ինքս դա քննադատում եմ, բայց կարծել, որ Ռուսաստանը նստած նայում է Հայաստանին եւ տեսնում ինչ որոշում է կայացնում եւ տեսնելով, որ ձեռից գնում է, այսպես ասած, որոշում է Ադրբեջանի հետ ընկերություն անել, մեղմ ասած կարծում եմ իրականությանը չի համապատասխանում։ Դրա վառ ապացույցն է այն, որ Ուկրաինայի պատերազմը սկսելուց ընդամենը օրեր առաջ Ռուսաստանը կնքեց Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր, այսպիսով հնարավորություն ստեղծելով իր էներգակիրները եւ ռեսուրսները վերարտահանել Ադրբեջանի Թուրքիայի միջոցով այսպիսով շրջանցելու սանկցիաները եւ ընդհանրապես մեր օրերում եւ վերջին տարիներին ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի լավ եւ ավելի ձեռնտու գործընկեր է եւ հիմնական պատճառը այստեղից է գալիս, որ թե Ղարաբաղի հարցում, թե շատ այլ հարցերում Ռուսաստանը գործում է пассив դերում եւ պետք չէ մտածել, թե նա միայն մեզ է նայում, մենք ենք մենակ մեզ վատ պահել, այսպես ասած, եւ դրա վառ ապացույցն է նաեւ Սիրիայում Ասադի օրինակը, երբ կարծես թե նրանից ավելի լոյալ մարդ չկա Ռուսաստանին եւ այնուամենայնիվ իշխանափոխություն տեղի ունեցավ եւ Ասադը հեռացավ իշխանությունից, կարծես թե Պուտինի ամենահավատարիմ մարդն էր, բայց Պուտինը չպահեց նրան։ Հետևաբար կարծում եմ Հայաստանը պետք է վարի բալանսավորված քաղաքականություն, այսինքն հարաբերություններ ունենա թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի, թե Չինաստանի եւ հնարավորության չափով զենք էլ բերի ամեն երկրից, հնարավորության չափով հարաբերվի բոլորի հետ։ Հակառուսականությունը, հակաարևմտականությունը կամ այսինչ երկրին մետլնելը, այնինչ երկրին մետլնելը բացառապես մեր շահերից չի բխում։ Պետք է կենտրոնանանք Հայաստանի շահի վրա, որը ենթադրում է բոլորի հետ հարաբերություններ։